Մեծ պարտք ունեն Գյումրիին վերադարձնելու։ Հայաստանի երկրորդ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններից հետո Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ ու ժողովրդավարական իշխանություն հաստատենք, ասել է նա։ Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ։ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մարկո Ռուբիոն եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտներին։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջո Հիլի ինքնաթիռը Ռուսաստանի սահմանի մոտ ենթարկվել է ռադիոէլեկտրոնային հարձակման։ Բրիտանական կողմը տեղի ունեցածը որակել է որպես Ռուսաստանի կողմից արված անպատասխանատու քայլ, որը կարող էր վտանգել նաև քաղաքացիական ինքնաթիռները։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։